Գոյամարտ սերիալում իրադարձությունները հիմա զարգանում են միաժամանակ մի քանի ուղղություններով և յուրաքանչյուր գիծ առանձին դրամա է։ Սցենարը կարծես հատուկ բոլոր հերոսներին հասցրել է այն կետին, որտեղ զգացմունքները սկսում են պայթել, իսկ որոշումները ճակատագրական դառնալ։ Ամենալարված գիծն անկասկած կապված է Ավոյի ու Հունանի հետ։ Հունանը հենց հիմա Ավոյի մոտ է, կապված, անօգնական ու առաջին անգամ իրական վտանգի մեջ։ Սա շատ խորհրդանշական իրավիճակ է։ Տարիներ շարունակ Հունանը վերահսկում էր բոլորին, նա էր որոշում մարդկանց ճակատագրերը, նա էր բոլորի վախի աղբյուրը, բայց հիմա դերերը փոխվել են, հիմա հենց ինքն է գերի, և ամենակարևորն այն է, որ Ավոն դեռ ամբողջությամբ չի ասել, թե ինչ է ուզում նրանից։ Այս իրավիճակը դառնում է ավելի սարսափելի, որովհետև երբ մարդը տարիներով ապրում է վրեժով, նրա գործողությունները դառնում են անկանխատեսելի։ Շատ կարևոր էր նաև Արամի քայլը, նա գնում է ու Ինային պատմում, որ Հունանն Ավոյի մոտ է, սա ցույց է տալիս, որ Արամն արդեն ներսից ամբողջությամբ հանգիստ չէ։ Վերջին սերիաներում շատ ակնհայտ է դարձել, որ նա սկսել է այլ աչքերով նայել Հունանին։ Ինան բնականաբար հասկանում է իրավիճակի վտանգավորությունը, նա շատ լավ գիտի, թե ինչ մարդ է Ավոն, գիտի նաև, որ Հունանն իր հերթին երբեք չի զիջի, և ամենասարսափելին այն է, որ այս երկու տղամարդիկ վաղուց արդեն չեն մտածում հետևանքների մասին, հենց այդ պատճառով էլ Իննան հավանաբար դիմում է Էռնային, որովհետև Էռնան հիմա միակ մարդն է, ով ինչ-որ կերպ կապված է երկուսի հետ, բայց այստեղ ամեն ինչ ավելի է բարդանում։ Հրապարակված կադրերից երևում է, որ Էռնան կանգնած է Ավոյի դիմաց, ձեռքին Ավոյի զենքը։ Այդ տեսարանը շատ ծանր ու խորհրդանշական է։ Էռնան ամբողջ սերիայի ընթացքում եղել է ամենախոցելի կերպարներից մեկը, նա անընդհատ դարձել է ուրիշների պատերազմների զոհը, սիրել է եղբորը, հավատացել Ավոյին, փորձել հասկանալ բոլորին, բայց արդյունքում մնացել է լիովին կոտրված, և հիմա առաջին անգամ նրան տեսնում ենք զենքով։ Սա արդեն ուրիշ Էռնա է, հարցն այն է՝ կկարողանա արդյոք կրակել։ Անկեղծ ասած, շատ դժվար է պատկերացնել, որ Էռնան գիտակցաբար սպանի Ավոյին, չնայած ամբողջ ցավին նրանց միջև շատ բարդ հոգեբանական կապ կա։ Ավոն միաժամանակ և վախ է նրա համար, և ցավ և կախվածություն։ Էռնան ատում է նրան, բայց միաժամանակ կարծես չի կարող ամբողջությամբ կտրվել, և հենց դա է իրավիճակը դարձնում այդքան վտանգավոր։ Շատ հնարավոր է, որ նա զենքը վերցրել է ոչ թե սպանելու, այլ կանգնեցնելու համար, կամ գուցե ստիպել Ավոյին բաց թողնել Հունանին, բայց մյուս կողմից Ավոն հիմա այն վիճակում է, որտեղ կարող է ամեն ինչ սադրել, նա հոգեպես շատ անկայուն է դարձել։ Եթե նա զգա, որ Էռնան իսկապես պատրաստ չէ կրակել, կարող է նորից փորձել մանիպուլացնել նրան։ Այս ամենին զուգահեռ շատ հետաքրքիր հակադրություն է ցույց տալիս Մանանի և Գրիշոյի գծում։ Մինչ մյուսները բառացիորեն պատերազմի մեջ են, նրանք փորձում են ապրել իրենց մեղրամիսը։ Առաջին հայացքից թվում է, թե վերջապես նրանց կյանքում խաղաղություն կա, բայց գոյամարտում խաղաղությունը երկար չի տևում։ Մանանը տեսնում է, թե ինչպես է Գրիշոն ինչ-որ մեկի հետ խոսում, և բնականաբար խանդում է։ Սա շատ կարևոր պահ է Մանանի կերպարի համար, որովհետև երկար ժամանակ նա միայն ցավի, զոհաբերության ու ընտանեկան խնդիրների մեջ էր, իսկ հիմա առաջին անգամ երևում է նրա կանացի զգացմունքային կողմը։ Նա վախենում է կորցնել Գրիշոյին։ Չնայած բոլոր դժվարություններին, Մանանն իսկապես սիրում է Գրիշոյին, բայց այստեղ կա ավելի շատ խորը շերտ։ Մանանը դեռ ամբողջությամբ վստահ չէ երկար կմնա այդ ընտանիքում, թե ոչ, նա մշտապես իրեն օտար է զգում, և հենց այդ պատճառով էլ ցանկացած փոքր բան նրա ներսում կայծակ է առաջացնում։ Շատ հնարավոր է, որ այդ խոսակցությունն իրականում ոչ մի սիրային ենթատեքստ չունենա, բայց Մանանի հոգեվիճակը հիմա շատ փխրուն է։ Մյուս կողմից Լեոյի վիճակը բառացիորեն ողբերգական է դառնում, նա ուշագնաց է լինում, և նրան շտապ տանում են հիվանդանոց։ Սա արդեն շատ լուրջ ազդանշան է։ Լեոն վերջին շրջանում բառացիորեն քանդում էր իրեն՝ փողոցային մարտեր, ֆիզիկական ծանր վնասվածքներ, հոգեբանական ճնշում, ընտանիքի փլուզում, Լեայի հետ պատերազմը, Մանանի կորուստը։ Նա ապրում էր միայն ադրենալինի ու զայրույթի հաշվին, բայց մարդու մարմինը սահման ունի, և հիմա այդ սահմանը կարծես անցել է։ Ամենածանրն այն է, որ պարզվում է՝ նա պարտվել է, և գումարը պետք է վերադարձնի։ Սա Լեոյի համար ոչ միայն ֆինանսական խնդիր է, սա հարված է նրա արժանապատվությանը։ Նա սովոր էր հաղթել, պայքարել մինչև վերջ, չկոտրվել,
Կարծեք թե այս ընտանիքին մանանը քիչ էր, հիմա էլ Լեոն իր չմտածված քայլերին Դավիթ պապին ու Դավիթին իսկական կրակի մեջ է գցում։ Դավիթը հաստատ ծանր է տանելու այս ամենը, հատկապես այն բանից հետո, երբ սեփական աչքերով տեսավ եղբոր անկումը, իսկ Դավիթ պապի համար սա կարող է դառնալ հերթական սարսափը Ռաֆից հետո։ Պատմությունը կրկնվում է և հենց դա է հիմա գոյամարտի ամենացավոտ թեման։ Այս ընտանիքում մարդիկ անընդհատ փորձում են փրկել իրար, բայց ամեն անգամ ավելի են խրվում ցավի մեջ։ Ավոն այրվում է վրեժից, Հունանը կորցնում է ընտանիքը, Լեոն կործանում է իրեն, Մանանը փորձում է սիրո մեջ փրկություն գտնել, Էռնան այլևս չի հասկանում ով է ինքը, և թվում է առաջիկա սերիաներում այս բոլոր գծերը բախվելու են մի կետի, որտեղ արդեն ոչ ոք չի կարողանալ մնալ նախկին մարդը։